Գնալու ենք Սևան լողանանք, հեսա վերջացել գնալու Սևան։ Երևանի Էրեբունի վարչական շրջանի այս բնակիչն իր ավտոմեքենան քանդել, նորոգել, հետո է տեղեկացել, որ առավոտյան 10-ից մինչև վաղը երեկոյան 10-ը ջուր չեն ունենալու։ Veolia ջուրը երեկ էր հայտարարել, որ Արզնի 1 ջրատարի վթարի պատճառով Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի։ Տարեց այս կինն էլ տեղյակ չի եղել, որ ջուր չեն ունենալու, առավոտյան անջատվել, նոր է իմացել։ Եղած ջրով էլ ափսեները լվացել ու մտքերի մեջ էր ընկել։ Չգիտեմ, կանգնած եմ մտածում, գնամ պուլպուլակից բերեմ, թե ինչ անեմ չգիտեմ։ Թարսի պես էլ այսօր վարեն է, պես ամաները լվացի մնացի առանց ջրի։ Չգիտեիք, տեղեկացրել էր Veolia-ն։ Ասել էին, տեղեկացրել էին, բայց ինչ անեմ, շիրայոտ ամանները ոնց թողեի, մրջունները մեջը լծվեին։ 36 ժամյա ջրանջատումները կլինեն Երևանի Արաբկիր, Կենտրոն ու Էրեբունի վարչական շրջանների մի շարք հասցեներում։ Veolia ջուրընկերությունից հայտնում են Պտղնի ձորում վաղ առավոտից սկսել են ջրատարի վթարված հատվածի փոխարինման աշխատանքները։ Ընկերությունից նաև նշում են ջրանջատումը կտևի շուրջ 1.5 օր, քանի որ վերանորոգումից հետո լրացուցիչ ժամանակ է պահանջվում նաև ջրատարը կրկին ջրով լցնելու ու համակարգի բնականոն աշխատանքը վերականգնելու համար։ Էրեբունի վարչական շրջանից հայտաղբյուրներից մեկի հարևանությամբ են ապրում ու աշխատում այս քաղաքացիները։ Սուրճ եփել ենք, ջուր ունենք, լվանում եմ ջեզվեն։ Հասկացա, որ տաղը ջուր չմտիվացվելու։ Չունենք գուրիկս։ 36 ժամյա ջրանջատումներից բացի Veolia ջուրն այսօրվանից անցել է խմելու ջրի ամառային մատակարարման գրաֆիկին։ Այն հրապարակվել էր դեռ ապրիլին։ Նախորդ տարի ընկերությունը հայտարարել էր մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը մի շարք բնակավայրերում խմելու ջուրը կանջատվի գիշերը 12-ից մինչև առավոտյան 7-ը։ Այդ որոշումը քաղաքացիների շրջանում դժգոհություններ առաջացրել։ Ջրային կոմիտեից հայտարարել էին Veolia-ն ինքնուրույն է դա որոշել։ Հետո որոշ վերանայումներ արեցին։ Կոմիտեի նախագահ Արամաս Ղարամքարյանը հայտարարել էր ամռան պիկ ամիսներին միևնույնն է գիշերային ջրանջատումները պարտադիր են, որպեսզի ջրավազանները լցվեն ու կուտակված ջուրը ցերեկն օգտագործվի։ Ներդրումներ են արվում ենթակառուցվածքների արդիականացման, հիմնանորոգման ուղղությամբ եւ դրանց արդյունքում ունենալու ենք խնայված ջուր։ Երկրորդ գործոնը հայտնաբերված նոր ջրաղբյուրներն են, մոտավորապես 200 լիտր վարկյան ծավալով ջուր կտեղափոխենք Երևան արագացված կարգով։ Ըստ փոփոխված ժամանակացույցի Երևանի մի մասում կպահպանվի շուրջօրյա 24 ժամյա ռեժիմով ջրամատակարարումը, մյուս մասում սակայն հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը ջուրը կմատակարարվի օրական 17 ժամ, առավոտյան 7-ից մինչև գիշերվա 12-ը։ Ամենախիստ սահմանափակումը նախատեսված է Նոր Խարբերդում, որտեղ խմելու ջուրը կմատակարարվի օրական ընդամենը 12 ժամ։ Էրեբունի վարչական շրջանի բնակիչներից Վերոնիկա Հայրապետյանը, որ արդեն 8 տարի բողոքում է ջրի որակից, այս նոր ժամանակացույցի հետ էլ հաշտ չէ։ Եթե մարդիկ վերադառնում են ուշ կամ առավոտյան շատ շուտ պետք է գնան, հատկապես տրանսպորտի այս խայտարակ վիճակում, որ բոլոր փողոցները խցանված են, արդեն 2 ժամ շուտ մարդիկ պետք է դուրս գան, նույնիսկ մեքենայի պարագայում, որ կարողանան հասնել աշխատանքի։ Այսինքն այդ դեպքում ոնց պետք է լինի, ոնց են պատկերացնում։ Նոր արեշտ 16 փողոցը, որտեղ որ ես եմ բնակվում, մի թաղամասում, որտեղ կա էլիտար թաղամաս, հա, փակ թաղամաս է ինքը, մեզանից մի քանի փողոց ենքով Հոլիվուդ թաղամասն է։ Իրենց մոտ ջուրը շուրջօրյա է։ Եթե ամբողջ Երևանում ջուրը կտրվում է, այդ թաղամասում ջուրը չի կտրվում։ Ոնց է լինում, որ երկու փողոց այն կողմ այլ պայմաններ է, երկու փողոց այս կողմ այլ պայմաններ։ Ջուրը խնայելու նպատակով գիշերային ջրանջատումներին դեմ էր նաև Կենտրոն վարչական շրջանի այս բնակիչը, որ չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ։ Հիմա այսօր անջատել են 2 օր տունը ջուր չինելու, հետո որ տալիս են 2 օր չենք օգտագործում ջուրը, որովհետև կեղտեր է գալի, համն է փոխվում, մինչև մաքրվում է։ Գիշերը ուզում են անջատեն, առավոտյան շուտ տան, հետո որ լինելու է, գալիս է համ, գալիս է կեղտեր հետը։ Տրումաները որ անջատում են, հետո միացնում են նապորով գալիս է, սաղ բերում է դրան։ 2 օր չենք տալի, որ ջուր խմեն տանը։ Նույն բակում ապրող այս կինն էլ ճիշտ հակառակը պնդեց։ Ջրի խնայողությունը, աղջիկ ջան, չեք տեսնում ամբողջ աշխարհում ջրի պակասություն է։ Հիմա այդ մի բանը ունենք, այդ էլ վերջացնենք, չունենանք էլ ոչ մի բան։ Veolia ջրի ամառային ջրամատակարարման գրաֆիկով մարզերի շուրջ 130 բնակավայրերում նախատեսված է 6 ժամյա ջրամատակարարում, իսկ ավելի քան 300 հասցեներում պահպանվում է շուրջօրյա ջրամատակարարումը։